ծնված օրվանից բնակվում եմ Փյունիկ գյուղում։ Երևի 7 տարեկան էի, որ Պոչամբարը տեղափոխվել է Փյունիկ գյուղ։ Սկսել են էլի։ Հետո Պոչամբարը մեծանալով արդեն հեղորացել է մեր գյուղից, բայց հաճախակի վնասներ է պատճառում։ Մենք մի կիլոմետր հեռու եք ապրում, մի կիլոմետր է, այստեղից նայում ես երևում է։ Առաջ լավ էր, որ եկանք լավ էր, բերքը լավ էր, այս հիվանդությունները սկսեցին, այս երևի այս խվոստ է թույնից էր, ինչ էր, գյուղում մարդ չկա։ Կանայք կան, մարդ չկա, մարդիկ ամբողջը մահացել են։ 50 տարեկան, 40 տարեկան, 60 տարեկան, մնացյալն առած մարդ կանանեք։ Նասը կար, բայց մենք քիչ ենք զգում։ Այս վերջում իրանց արտադրականության մեծացման հետ դե բազա չեն ասում լրիվ հումքը մշակել, հումքի 20%-ը առանց մշակման մտնում է Պոչամբար։ Ու արդեն գյուղատնտեսության վնասը հասել է մեծ չափերի։ Գիտեմ, որ գերեզմանատունը շատ թափով լցվում է գերեզմաններով։ Պոչամբարը մեր գյուղի ամենացավոտ տեղն է։ Առողջական բոլորը բողոքում են հոդացավերից։ Իսկ բանդ էկոլոգիան ամբողջ այդ այգիները ապենա ինչ որ անում լրիվ փչանում է, երկար ժամանակ չի մնում, ինչ որ կա, եթե հավաքում ենք մի օր, երկու օր հազիվ է մնում այդ մեր բերքը։ Հեռուել։ Հիմա արդեն ջուրը հոսել է, գալիս է հասնում մեր Աճանան գյուղին։ Եթե նա բաց ընկնի, բնակիչ, բան, ոչ մի բան չի լինի ստե։